Շատ բան չեմ մոռանա։ Ասում եմ ոչ մեկն աչքից լույսը չի, բայց այս վիճակ, որ ոչ մի կայուն բան չկա, ոչ եկեղեցիս է կայուն, ոչ իշխանությունս, ոչ ընդդիմությունս, անգամ ալիգարխներս, բոլորը ճնշված են, բոլորը իրանց բիզնեսը պահելու համար են մտածում։ Մեկը Բաքվում է նստած մի ալիգարխը, միրավոյ համաշխարհային նշանակության ալիգարխը, մեկը Բաքվում է նստած, մյուսը ստեղ է նստած, այն մյուսները, որը հայկական մեծն զալիվի ալիգարխներ են, դրանք է վախեցած, իրանք բիզնեսները հանկարծ չվեցնեն, իրանք ստեղից կախում ունեն Փաշինյանից, այն երկուսը այդքան չունեն։ Հիմա Ռուսաստանին այս բիզնեսներ ունի, որ հետ եք վեցնում, ինչ եք վեցնում, եսի այդքան իրեն չի ուզում, ինչքան, ասենք, նույններ Վարդանյանին, Ռուբեն Վարդանյանին, իրաց բիզնեսները մեծ մասը ուրիշ տեղանին շիստեղ քիչ ունեն, բայց դե իրանք Պուտինից ավելի շատ են կախված, քան ստե։ Ռոջան, ինչ ասեմ, այսքան բան մտածեք ինչ ոնց է։ Հաջողություն ձեզ, դուք էլ մի բան մտածեք, դուք էլ մի բան ասեք, ես էլ մի բան ասեմ, չնայած ես արդեն չեմ լսում ոչ մեկին, ես նայում եմ փաստեր, ինչ է կատարում, գժվում եմ, որ տեսնում եմ մեր պետությունը ներկայացնում Ալիևը, ինքն է գնում, խոսում, համաձայնության գալիս, ստորագրում, ինչ մտնի Հայաստանից չմտնի, լոգիստիկան ինքն է որոշում, Վրաստանը մեծ բան, մի անգամ թողումա անվճար անցնի, հա դեկտեմբերն է, հունվարին բոլոր անցումների համար գումար կուզեք, բայց չեք անելու։ Հետո պատերազմի ժամանակ թե 20 թվի, թե 90-ական թվի, Վրաստանով գիտեք ինչ դժվար էր բան անցնում, պոյեզը ջարդում էին, Սադախլուի մոստը պայթացնում էին Վրաստանի թուրքերը, որ շրջվեն, ինչքան հումանիտար օգնություն էր գալիս, վարի է գնում այդ ճանապարհից, գողանում էին, Վրաստանի իշխանությունը հուշում է չէր անում, իսկ հիմա տես ոնց անցավ, տվալիվն է ասել, Հայաստան տանում եմ, ձեզ կտրի, թեկուզ դեպի Ռուսաստան է գնում, Վրաստանը, բայց Ալիև այդքան վես ունի, մեկ չունեինք վես, հիմա չունենք, ես ձեզ ասեմ, անգամ 90-ականներին հոսանք էին ստանում մեզնից, հոսանքի փողը չէին տալի, տոկոս էին դնում, ոչ տոկոսն էին տալի, ոչ էլ հոսանքի գումարն էին տալի, բա, չեմ ասում հիմա Վրաստանի վատ տրամադրվեք, չէ, բայց ասեմ, տեսեք հիմա ոնց է, հիմա անվճար է գալիս, անվճար, լավ, կրկին ստեսություն ձեզ հաջողություն։